Հայ բարի օր։ Երեք մի սարսափելի երևույթի ականատես եղա, այսինքն վիդեով եմ տեսել, համացանցում եմ տեսել, նույնիսկ չեմ էլ տեղադրում իմ էջում, որտև այդ խայտառակությունը ուղղակի տարածելն էլ է հանցագործություն էլի իմ կարծիքով։ Ուրեմն Վազգեն Սարգսյանի անվան այդ ռազմական մեր ինստիտուտում այս նորանշանակ տիկիններից մեկն է այցելել, կարծեմ, եթե չեմ սխալվում, գլխավոր դատախազ կոչվածը եւ կադետները, այդ կուրսանտները ներս մտնելուց ուրեմն խոնարհվում են միջև գետին համարյա ու հետո բարևում են, բարև ձեզ, պարոն թե տիկին, в общем, դատախազ եւ այլն, գլխավոր դատախազ, բարև ձեզ տիկին, գլխավոր դատախազ, եթե չեմ սխալվում։ Նու հիմա որպես նշանակված պաշտոնատարանց թող բարևեն, խնդիր չկար է, բայց այդ ով է ասել, այդ որ մի ուրեմն կոշիկ լիզող կզող կզած մանեկող, այդ որ ասում են պատերի տակ կզած ենք մանեկել առաջներում, այդ որ մի անասունն է որոշել եւ դրան ով է ասել, պետք է այդ ուսանողներից իմանալ ով է այդ հրահանգը տվել, որպեսզի զինվորականը ապագա սպան, ուրեմն կռանա, կզի ու այսօրվա իշխանությունների նման ի սկզբանե մեզ սպաներին էս ինչ եք դասյակում, ձեր նման կզող թուրքի կոշիկ լիզող եք ուզում սարքեք, նույնիսկ ցանկացած ուրեմն այդ պարատների եւ այլի ժամանակ գլխավոր հրամանատարը, գերագույն գլխավոր հրամանատարը կամ բանակի հրամանատարը կամ գլխավոր շտաբի պետը որ գալիս է, զինվորները ոչ թե կզում են, այլ զգաս կանգնում են, ծնոտներն էլ վերև, ողջունի խոսվել այդ հպարտ բառը ճիշտ չի, այդ առաքինի կեցվածքով են ասում, զինվորի վայել, այդ ինչա խոնարհում եք այդ երեխեքին դարձնում ձեր նման չմո, ձեր նման կզող վրեկներից թռնող հավալայի, ուրեմն էշմլիցի տակի այդ կզածների նման, այսով դարակ դու, այս ինչ եք անում, արա այս ազգի հետ, այս լավ դուք հասկացան կյանքով մեկ կզող եք եղել, կյանքով մեկ չմո ու դիմացին ուժեղի կոշիկը լիզող եք եղել, որ հիմա էլ կաք, որ հիմա լիզում եք Ալիևի կոշիկները, Էրդողանի կոշիկները, բայց դուք մեր սպաներին գնացել եք, ով է այդ տիկինը, ինչ կապ ունի ընդհանրապես զինվորականության հետ, ինչի պիտի նրա առաջ խոնարհվի մեր զինվորը, ապագա սպան խոնարհվի, կզի գլուխը կախի ներքև։ Դա հանցագործություն է, եւ սա հեղինակները պիտի պատժվեն։ Այդ զինվորականները դե սպանը այդ երեխեքից մեկը պիտի ասի, այդ որ մի անասուն ոչխար սպան է իրանց ասե, դասախոսն է ասե, կամ որ մի հայվանն է իրանց եկի ասե, որ անպայման տես բոլորով սես կզեք հելնեք, որ այդ տիկինը մտնինես, տիկինն էլ երևի իրանց տարիքին չգիտեմ, կապ չունի ով է։ Նորից եմ ասում, այդ տիկինը չներ ով ուզում է լինել, նույնիսկ գերագույն գլխավորելն է կամ հրամանատարը կզելը զինվորի համար չի, մանավանդ ապագա սպայի համար չի, որ կզել եք սովորացնում, այդ ինչ եք անում մեր սպաների հետ, էդի մենակ նահանջի հրաման կատարող սպա կարա այդպես լինի, որ հիմիկվանից այդ ջահել այդ մարխա ժամանակվանից ասպես որ պաշտոնի առաջ պիտի կզես, դրանից ոնց կարա լինի նորմալ սպա դաստիարակվի։ Մի խոսքով հույս ունեմ այդ ծնողները, ովքեր որ տվել եք ձեր երեխաներին, որ գնան հայոց բանակի սպա դառնան, կհետաքրքրվեք, կիմանաք, բողոքարկեք, ու եթե դասախոս այդ է ասել, դրանք քացով տալով քամագին շպրտեն այդ ինստիտուտից դուրս, եթե նույնիսկ դիրեկտորն ով ասել է, դրանք սաղին պիտի տշել այդից դուրս, թույլ չտալ նույնիսկ բանակին մոտիկ գնալու, էլ ուր մնաց Հայաստանում ուրեմն հայկական բանակի սպա դաստիարակելու, այդ կզողների այս իշխանության հետ միասին, այս կզող իշխանության հետ, այդ կզողների սերունդը պետք է արմատախիլ անենք, հանենք շպրտենք այս երկրից դուրս, բոլոր այդ կզողներին, ոչ միայն իշխանություն կոշիկ լիզող իշխանության դեմ կոշիկ լիզող ենթարկող ծառայողներին ավելի վատ պետք է վերաբերվել, պետք է պատժել անպայման, չպիտի թողնենք այդ սենց բաները հենց անցնի,
լավ իմացեք, իշխանությունը հավերժ չի, բայց դուք ձեր անուններով, անուն, ազգանունով, ցեղով, տնով, տեղով խայտարակվելու կզող, պատերի տակ թափառող, կոշիկ լիզող, թշնամու ոտի տակի կեղտ աշխատող, դասախոս կլնես, դիրեկտոր կլնես, սպա կլնես, ով ուզում ես եղի, դու կզող լիզող ես, քո ազգանունը կզող լիզողյան պետք լինի, ուրիշ ոչ մի բան չպետք լինի, այդքան բան